Չին հրավիրել։ Չէի հրավիրել Իսկ գրասենյակում հիմա ինչ գործողություններ են, որտեղ դեռ էլի այսինքն եթե վերաբերելի չի պարոն Ղուկասյանին դուք ասում եք, բայց դեպքում գրասենյակում ինչ կարող են գտնել։ Ֆոն է պետք, ժողովուրդ չէ, ֆոն։ Բոլորը տեսնում են, որ պարոն Ղուկասյանի դեմ կա կազմակերպված հարձակում, ճնշում։ Այսինքն գրասենյակը որն է, քաղաքապետարանի գրասենյակը։ Իր անձնական գրասենյակը։ Հա, անձնական։ Իր անձնական գրասենյակն է։ Կամենը ֆոն։ Այսինքն հենց հիմա Հավանաբար այո։ Իսկ համայնքի պատկանող տեխնիկան ճիշտ է որ արգրավել են տարել են։ Եղել են այդ նման ջրցամեքենա, չգիտեմ, աղբատա։ Մեծ մասը տեղափոխել են իմ տեղեկություններով ոստիկանության Ախուրյանի բաժին, Տուգանային հրապարակ, անհասկանալի բան։ Վարորդներին էլ հետ է ասացին, հա վարորդներին էլ հետ է։ Ասեն Վարդան Ղուկասյան լավամանկապան։ Աղբատը մեքենա տարել են ինչ անեն։ Չկա որևէ տեղեկություն, որ նրանք տեղափոխում են դատարան։ Եթե հակակոռուպցիոն դատարանի մարդկանց միջնորդությունը մուտքավորել, դա ակնհայտ Կաշառք ստանալու երկրորդ մաս։ Հիմա ինչ հոդվածը վերագրված է կաշառք ստանալ։ Կներեք էլի դեպի տեսախցիկները կգաք։ Մի քիչ դեպի տեսախցիկները կգաք։ Մենք խոսում ենք պարոն Ղուկասյանի գուցե դուրս անեն ու բաներ։ Ես պետք է ծանուցվեմ այն մասին, որ դե արդյոք դատական կայանալու է համապատասխանատվի հարցը։ Այսօր հիմա մի բան հոդվածը կաշառք ստանալն է, բայց դուք ասիք որ կաշառք պահանջելու բանով է։ Նկարագրության մեջ կրված հոդվածի դիսպոզիցիան դիսպոզիցիան կաշառք ստանալը կամ պահանջը կամ համաձայնություն ձեռքբերելը։ Հա, կամերով Այդ ձայնագրություններով են ապացուցում ու կաշառք պահանջել։ Ես ձայնագրություն չեմ ասել։ Չէ, այն ինչ որ հրապարակվել է, այն ինչ որ հրապարակվել է դա։ Այդ տեղեկություն մեղադրանքի որոշման մեջ չկա։ Չկա, որ ասի Պողոսն ասում է գնացի համաձայնություն ձեռքբերեցի, նա էլ համաձայնեց։ Այդ ենթադրյալ կաշառք տվող այդ ձեռբակալվածն է սպեկտակլ չէ։ Հիմա ես մի գուցե, բայց այսպեսի մտածում ավելի շատ հանող եմ։ Ես կաշառք Հա, չգիտեք։ Բայց ես այլ մտավախություն ունեմ, որ այս ձերբակալությունները Մի փոքր առաջ, հա, եկեք, եթե դժվար չէ։ Ձերբակալությունները շարունակվող պրակտիկա են, մարդկանց վերցնում են, տանում ազատություն ձեռքում են, վախեցնելով ցուցմունքներ են կորզում եւ ազատության դիմաց այդ ցուցմունքները վերցնում են։ Կներեք, absolute չթվա հարցից, աղբատար մեքենայից ցուցմունք վերցրել են, որ տարել են, կամ մյուս մեքենաների։ Չգիտեմ, այդ մեքենաներին տարել են երևի ինչ-որ քննչական Վարդան Ղուկասյանի որդու գործից քիչ մնաց հովիտ է ցուցմունք վերցրել, ես չգիտեմ։ Ո՞ր են տարել Վարդան Ղուկասյանի որդու։ Իսկ վերնան ենթարկելու ձևի հետ կապված, քանի որ Ղուկասյանը եւս մեկ գործով անցնում է սադական process-ների մեջ, տեսնում ենք, որ բարբերաբար գալիս է դատարան, բայց ներկայանում է հնարավոր չէ պարզապես ծանուցել եւ այս դեպքում էլ նա կներկայանա դատական։ Միանշանակ տարիքը չկար առհասարակ նրան ձերբակալելու։ Մարդուն ակնհայտ աբոյնի անձին արդեն ձերբակալել։ Այդ ձերբակալման փաստը մեկ անգամ դատարանների կողմից հաստատվել է։ Վերաքննիչ դատարանը որոշում ունի, հիշում եք մինչև ընտրությունները, երբ էլի մասկի շոու կազմակերպեցին եւ Վարդան Ղուկասյանին դիմակավորները ձերբակալեցին։ Դատարանը, վերաքննիչ դատարանը ֆիքսել է, որ ձերբակալումը եղել է աբոյնի։ Դրանց հետո բազմաթիվ process-ների Վարդան Ղուկասյանը ներկայացել է։ Հիմա այս process-ը ինչու չպետք է վերանալ, այդ պետք է տանել, որտեղ դրանից առաջ կրկնում եմ երկրի առաջի դեմքը տվել է արդեն։ Եվ ոչ միայն այս հրահանգը տվել, ես պատմեմ ուրիշ հրահանգ։ Մի բան էլ ճիշտ է, պարոն Հարապետյան, այս բանին ինչ իրավիճակ է, այնտեղ ինչ գործողություն իրականացնում, որտեղ դուք դրսում եք այնտեղ ինչ է։ Ղուկասյանի մասնակցությամբ այլևս ոչինչ չի։ Որտեղ քիչ առաջ ինձ հակակոռուպցիոն կոմիտեից էլ ասացին, որ կալանք որպես խափանամիջոց կիրառելու միջնորդություն ներկայացել, արդեն դուք ասել են դա։ Դա ոչ, դա ակնհայտ ակոյն է։ Դա կարող է ներկայացվել կրկնում մեգադիալի հետ միաժամանակ։ Հենց հիմա Ես Վարդան Ղուկասյանի հետ վերև եմ եղել։ այսինքն այդ բանը դեռ չի եղել։ Չէ, հակակոռուպցիոն կոմիտեն, այսինքն բանը կալանքը միջնորդելու է դատարանի, որպեսզի ընտրենք կալանքը որպես խափանամիջոց։ Դա կարող է միջնորդելու է, բայց միջնորդությունը այս բայի դա կարող է լինել օրենքի տեսակետից։ Դե հիմա մի վարքան էս ասում։ Դե մեղադ ձերբակալման որոշման մեջ էլ է կրված, որ դատարան ներկայացնելու նպատակով։ Ինձ բառացի ասացին Գյումրի համայնքի ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափանամիջոց կիրառելու միջնորդությունը ներկայացնել դատարան։ Ներկայացվել, այո։ Դա ակնհայտ աբոյնի գործողությունը պատասխանատու պայդարարում։
Քնիչը ինչպես է ներկայացրել թե 72 ժամը չի։ Չէ, սա այլ ռեժիմի ժողովուրդ է, նայեք։ Անձը ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատան ներկայացնելու համար ձերբակալում է։ 12 ժամվա ընթացքում պետք է մեղադրանք առաջադրել ու մեղադրյալի հետ միաժամանակ իշխանություն ներկայացնել դատան։ 12 ժամվա։ Հիմա այդ 12 ժամվա ռեժիմի մեջ են։ Եթե իրաք իշխանություն մուտքագրում են դատարան, այդ պահին մեղադրյալը պետք է լինի դատարան։ Չի կարող մեղադրյալը լինել այստեղ, իշխանությունը լինի դատարան։ Երևի գրավոր ձևակերպել են ֆիզիկապես կգնան այդ իրար։ Այլ հարց է դա, որ ամեն ինչ է գծած է, բայց